Ծովահայերի տաղավարում այսօր խոսելու ենք, թե ինչպիսի ձկներ են լողում հայկական լեռնաշխարհում։ Մեր լճերում, գետերում կան տեսակներ, որոնք վտանգված են կամ գրանցված են կարմիր գրքում եւ ինչ պետք է իմանանք մեր բնական ժառանգության եւ նրա պահպանման մասին։ Ծովահայերի հյուրն է կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Պիպոյանը, ով ավելի շատ հայտնի է որպես ձկնաբան։ Բարև ձեզ, պարոն Պիպոյան։ Շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Պարոն Պիպոյան, ես ավելի ուշ ծանոթացա, որ նաև ձեր դոկտորականի թեման էր։ Դուք ուսումնասիրել եք հայկական լեռնաշխարհի ձկնատեսակները։ Այո, իհարկե, ոչ միայն դոկտորականի, այլև 1987 թվականից ես զբաղվում եմ Հայաստանի ամենատարբեր ջրակալներում եւ գետերում բնակվող ձկնատեսակներով, այնպես որ վերջին մոտ 40 տարվա ընթացքում ես զբաղվում եմ դրանով։ Եվ մոտարապես այդ տարիների ընթացքում Հայաստանում հանդիպող ձկնատեսակների թիվը մոտ կրկնակի անգամ ավելացավ։ 40 տարվա մեջ ավելացել է ձկնատեսակների թիվը։ Խնդիրը կայանում է նրանում, որ հավանաբար ոչ մեկ հատուկ չի զբաղվել բացի Սևանա լճից Հայաստանի մնացած գետերով ու լճերով, իսկ այդ վայրերում բավական շատ հայտնվել են օտարազգի, օտարածին տեսակներ, որոնք որ ներմուծվել են ամենատարբեր տարածաշրջաններից, մասնավորապես Հայաստանում ձկնային տնտեսությունների զարգացման արդյունքում, հատկապես Արարատյան հարթավայրի, այստեղ եւ հեռավոր արևելյան, եւ հյուսիսամերիկյան, եւ եվրոպական ամենատարբեր վայրերից վերվեցին մի շարք ձկնատեսակներ բուծման նպատակով։ Բայց դրանց հետ միասին Հայաստանում հայտնվեցին նաև այլ ձկնատեսակներ լրիվ պատահականորեն։ Բնական ճանապարհով էին եկել։ Նրանք բերվել են այն ձկնատեսակների հետ, որոնք որ ներմուծվում էին Հայաստան։ Օրինակի համար 1960-ականների սկզբերին, երբ որ Չինաստանից Մոսկվա բերվեց սպիտակ ամուրի մանրաձկներ, դրանցից որոշ քանակություն հայտնվեց նաև Երևանում, որովհետև մտածում են Կոմսոմոլի լիճը, գիտեք այդ, թողմախ գյուլ էին ասում նախկինում, ինքը ամբողջովին եղեգնապատվել էր եւ այդ եղեգների դեմ պայքարելու համար երաշխավորվել էր սպիտակ ամուրը, որպես այդ բույսերը խժռող։ Եվ սրա հետ միասին ընկավ ամրյան նրբաձուկը, որը որ շատ փոքրիկ, մինչև 10 սանտիմետր երկարություն ունեցող, շատ ագրեսիվ եւ ինվազիվ տեսակ է, եւ վերջի տարիներին այս ձկնատեսակը տարածվել է ողջ Հայաստանում։ Մյուս տեսակը հայտնվեց 1969 թվականին Օդեսայից, երբ որ Հայաստան ներմուծվեց կարպ ձկնատեսակը, որպեսզի բազմացվի մեր ձկնային տնտեսություններում, նրա հետ մտավ այդ ձկնատեսակը եւ ընդամենը 14-15 տարի հետո հայտնվեց Սևանում եւ այսօր Հայաստանի տարածված ձկնատեսակներից մեկն է։ Կարպը։ Մյուս ձկնատեսակները չեն, խոսում արծաթափայլ կառասի մասին։ Կառասը բնիկ ձկնատեսակ չի, այսինքն դրանք պատահականորեն են բերվել, ոչ մեկ հատուկ նպատակ չի ունեցել դրանց բերելու։ Որոշ տեսակներ հայտնվել են հավանաբար բնական ճանապարհով, որովհետև ոչ մեկ չգիտի թե Բրամը կամ ասենք ավազային ցլիկաձուկը, դառնաձուկը, արծաթաձկնիկը եւ այլն, որոնք Հայաստանի համար երբևէ չեն նկարագրվել, նրանք ի վերջո սկսած 90-ական թվականների առաջի կեսից սկսեցին աստիճանաբար Հայաստանի տարբեր գետերում տարածվել եւ բազմանալ։ Այնպես որ մենք հիմա ունենք մոտ 50 տեսակ եւ ընդհանրապես անցած տարի Հայաստանի համար նորից նոր ձկնատեսակ եմ հայտնաբերել իմ գործընկերների հետ միասին, դա ամուրյան ցլիկաձուկ է, փոքրիկ ձկնիկ եւ հայտնի չի թե ինչպիսի հետևանքներ նա կունենա մեր ձկնաշխարհի վրա։ Իսկ նախորդ տարի 2020 թվականին հայտնաբերվեց մեկ այլ շատ վտանգավոր տեսակ Հայաստանի ջրակալների համար, դա կոչվում է այսպես կոչված կորեական սրափորիկ։ Ինչով է վտանգավոր։ Ասեմ, ինքը շատ արագ բազմացող է, մի քանի անգամ է տարվա մեջ բազմանում, շատ դիմացկուն է ամենատարբեր պայմանների նկատմամբ եւ սնվում է ամենատարբեր ձկների մանրաձկներով ու նրանց կերով։ Այսինքն ինքը մի կողմից կարող է անմիջապես վերացնել որոշ տեղաբնակ ձկնատեսակներին եւ մյուս կողմից ինքը կարող է սննդային մրցակից լինել արժեքավոր ձկնատեսակների համար։ Կար կարծիք, որ գոյություն ունեն համատեղելի եւ ոչ համատեղելի ձկնատեսակներ, ասում
ասում են, որ Սևան իշխանը վերացավ ներմուծված Սիգի պատճառով, նման վարկած կար, որ Սիգը կերավ իշխանին, հետո Սիգին կերավ Խեցգետինը, Խեցգետնին կերավ Կառասը, բնության մեջ այդպես իրար կերան եւ մարդկային գործոնը փորձելով ավելի շատ չեզոքացնել։ Կներեք, որ ընդհատում եմ, բայց որպես գիտնական համաձայն չեմ այդ տեսակետերին, դա ժողովրդի մեջ տարածված ամենահիմնական խնդիրը դա ոչ թե ձուկն է, այլ Սևանի մակարդակի իջեցումը եւ նրա տնտեսական տարբեր նպատակներով շահագործումը։ Դա հեկերի շահագործումն է, դա ջուրը որպես ոռոգման աղբյուր օգտագործումն է, դա նրա շրջակայքում գտնվող տարբեր բնակավայրերի եւ ռեստորանային համալիրների կոյուղաջրերի ներմուծումն է Սևանալիճ, բայց հիմնական խնդիրը իշխանի դա մի կողմից որսագողությունն էր, ոչ թե ձուկն էր։ Եվ Սևանի մակարդակի իջեցումը, երբ որ ձմեռային իշխանի եւ բոջակի ծվադրավայրերը մնացին ջրից դուրս։ Այսինքն զուտ մարդկային գործոններ։ Իհարկե զուտ անթրոպոգեն գործոններ են, իրականում ձեր ասած եւ Սիգը եւ Կառասը դա նույնպես մարդացին գործոնների գործնեության արդյունքում էր, որովհետեւ Սիգը ներմուծվեց 24-ից 27 թվականների մի պարզ պատճառով, որ այն ժամանակ շատ հայտնի ձկնաբան պրոֆեսոր Ձերժավին ասաց, որ Սևանում արկա է բավական մեծ պաշար սննդի, որը չի իրագործվում կամ չի ուտվում Սևանի իշխանի կողմից եւ որպեսզի այդ կերապաշարը օգտագործվի եւ ջրի ոչ թե այլ լճի ձկնարդյունավետությունը մեծանա, ներմուծվեցին այդ Սիգ կոչված ձկնատեսակը երկու տարբեր լճերից է միջև 50-ական թվականների կեսերը ոչ մեկ չգիտեր, որ Սևանում ապրում է Սիգ ձկնատեսակ եւ պատկերացրեք մեկ Սիգը փոխարինում էր 10-20 իշխանով այնքան քիչ էր հանդիպում ու երբ որ լիճը սկսեց կտրուկ իր մակարդակով իջնել, ջուրը սկսեց տաքանալ, սկսեց կանաչել, այդ կանաչման գործընթացը սկսեց 60-ական թվականների կեսերից, արդեն այդ ժամանակ իշխանն աստիճանաբար սկսեց քչանալ, բազմանալու տեղ չուներ։ Եվ Գերվորսը, որը որ միջև հիմա էլ շարունակվում է լճում ու այդ թվում նաև Սիգի առումով, այնպես որ դա նպաստեց Սիգի քանակի աճեցմանը եւ իշխանի քանակի անկմանը մի պարզ պատճառով բազմանալու տեղ չուներ։ Կոպիտ ասած, մենք ամբողջ պաշարը կերանք ու նպաստեցինք վերացմանը։ Ամբողջ պաշարը ուտելը դա նույնիսկ հա, այդպես ասած, այո, իրականում ասում էկոլոգիական գործոնները, որոնք առաջացան այդ մարդածին ազդեցության արդյունքում, բերեցին նրան, որ իշխանի քանակությունը նվազեց։ Ինչ վերաբերում է կարծաթափել Կառասին, որ կերավ Սիգին, իրականում Սիգը հիմա չի կերվել, Սիգը մնում է եւ շարունակում մնալ ամենաբազմականակ ձկնատեսակը, արտոնագործական միակ ձուկն է Հայաստանում, իսկ Կառասի քանակությունը, որը 80-ական թվականներին Կառասը կերավ Խեցգետնին, կարծիք Կառասը ուրեմն չկերավ Խեցգետնին, որովհետև չէր էլ կարող ուտել։ Իմ կարծիքով ես այդտեղ մասնագետ չեմ, խոր որպեսի հստակ ասեմ, Խեցգետնի քանակությունը նվազեց հիվանդությունների արդյունքում եւ Գերվորսի նորից արդյունքում։ Հիվանդությունը ժանտախտ, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում, Խեցգետնի ժանտախտ, նա անկա մոտավորապես 11 տարի առաջ եւ դա մեծ վնաս հասցրեց նրա գլխաքանակին պլյուս եւ անսահմանափակ որսը, որ իրականացում էր Սևանալճում։ Եթե վերցնենք Կառասին, Կառասը համարյա չի կարող ուտել նրան, ինչու, որովհետեւ նա սնվում է ճիշտ է բենթոսային օրգանիզմներով, բայց հիմնակերը դետրիտն է։ Այսինքն մահացած օրգանիզմները, որոնք գտնվում են ջրի հատակին, եւ բնականաբար պլանկտոնային օրգանիզմները։ Իսկ եթե վերցնենք Խեցգետնի բազմացման առանձնահատկությունները, հասուն Խեցգետնինը ընդհանրապես ենթակա չէ որևէ մեծ Սևանում բնակվող որևէ ձկնատեսակի արձակման։ Մյուս կողմից նա իր ձկնկի ձվերը պահում է իր փորիկի վրա։ Դուրս եկա փոքրիկ Խեցգետինները արագորեն կարող են թաքնվել տարբեր ճեղքերում, որտեղ Կառասը չէր կարող հասնել։ Եվ Կառասի համար բավական շատ կեր կա Սևանում, այնպես որ նա Այսինքն այս վարկածն էլ կարող ենք։ Ես կարող եմ ասել, որ Կառասը մեղավոր չի Խեցգետնի, եթե անգամ էլ մեղավոր է, ապա 5-ից 10% ամենաշատը, դա ես չգիտեմ ով է ինչ ասում, բայց զուտ ձկնաբանական տեսանկյունից ինչքան ուսումնասիրել ենք Կառասների որովայնի մեջ գտնվող սննդի գնդիկները, այնտեղ ոչ մի անգամ չենք հայտնաբերել թեկուզ մեկ Խեցգետին կամ նրա մնացորդներ։ Այնպես որ այդ վարկածը ես խնդրում եմ շրջանառությունից անել եւ իմ գործընկերները կարծում եմ ինձ հետ կհամաձայնեն։ Շատ բարի։ Մեր արդեն իսկ ունեցած 50 տեսակի ձկներով, որոնք դուք նշեցիք, եւ բերված եւ բնական ճանապարհով եկած կան վտանգ ներկայացնողներ։ Վտանգ ներկայացնողներ ում համար։ Բնության համար, այսինքն բնության մեկ այլ տեսակի համար, մեկ այլ ձկնատեսակի։ Աբորիգեն կամ տեղաբնակ ձկնատեսակները Հայաստանում մոտավորապես 22-ն են կամ 23 տեսակ։
Դա ամրագրված է դեռևս ավելի վաղ հետազոտություններով։ Սկսած 50-ական թվականներից, ավելի վաղ 30-ական թվականներին մալարիայի դեմ պայքարելու համար ներմուծվեց գամբուզիա ձկնատեսակը։ Եվ հետո իմ թվարկած սպիտակ ամուրը։ Կներեք, մալարիայի դեմ պայքարելու։ Ինչպես էին ձկով պայքարելու մալարիայի։ Կենսաբանական պայքարի յուրահատուկ ձև է։ Դու գիտեք, որ մալարիայի մոծակները, անոֆելես ցեղի պատկանող մոծակները ձվադրում են ջրում եւ ճահճոտ վայրերում։ Իսկ եթե դուք հիշում եք, նախկինում Արարատյան հարթավայրում այդ ճահճուտները սարսափելի մեծ քանակություն են եւ մալարիայով հիվանդ են երևի Արարատյան հարթավայրում բնակվող մարդկանց մինչեւ 30%։ Եվ որպեսզի այդ հիվանդության դեմ պայքարեն, Իտալիայից բերեցին ուրեմն Սոչիից հետո տեղափոխվեց նաև Հայաստան ու բաց թողվեց Արարատյան հարթավայրը ճահճոտ վայրերում։ Ձուկը հյուսիսային ամերիկյան տեսակ է, մինչև 5-6 սանտիմետր երկարություն ունեցող կենդանածին տեսակ է, կարողանում է տարվա մեջ 7-8 անգամ բազմանալ, ձագերը 2 ամիս հետո կարողանում են նորից սեռասուն դառնալ եւ իրենց հերթին բազմանալ, եւ նրանց հիմնական սնունդը հանդիսացավ մալարիայի մոծակի թրթուրը, որը որ մոծակը դնում էր ջրի մեջ ծվից դուրս էր գալի թրթուրը, մոտավորապես որը 1 ամիս երևի կամ պլյուս մինուս ինքը ապրում էր այնտեղ եւ այս ընթացքում մեր գամբուզիա ձկնատեսակը կարողանում էր սնվել հենց այդ թրթուրներով եւ մեծ օգուտ տվեց մեր հայ մարդկանց, որոնք բնակվում էին այստեղ։ Ասեմ, որ մալարիայի դեպքերը նույնիսկ 90-ական թվականների սկզբին չեզոքացվեցին ամբողջովին Հայաստանում մալարիայով հիվանդ չկար, հետո 90-ականների վերջին արդեն Իրանից եկողների հետ միասին մալարիա նորից հայտնվեց, մոտ 900,000 հոգի տարեկան հիվանդանում էր 2000 թվականների սկզբերին, բայց հիմա փառք Աստծո կարծես թե մալարիայի մասին այդքան խոսող չկա, շնորհիվ այս ձկնատեսակի։ Իսկ ունենք էլի նման բացառիկ ձկնատեսակներ, որոնք կանխարգելում են հիվանդություններ։ Առայժմ նման հստակ գնահատումներ չկան, որ այս ձկնատեսակը կարող է նպաստել կամ չնպաստել, սակայն ես ունեմ այդպիսի մի հոդված 99 թվականին առողջապահություն ամսագրում, որտեղ թվարկում է այն ձկնատեսակներին, որոնք կարող են սնվել մոծակի թրթուրներով եւ այդ իմաստով նպաստել այդ հիվանդության տարածմանը։ Դրանք 2-3 տեսակ են մանր ձկնատեսակներ։ Ինչ վերաբերում է մնացած ձկնատեսակներին, ապա շատ կարևոր է հիշել երկու բան։ Առաջինը ձուկը նախ մի ամբողջ էկոհամակարգի շղթա է։ Եվ եթե մի տեղում շատանում է կերային մնացորդները, ինչպես օրինակ ասենք կանաչ բույսերով եթե չեն սնվում, դրանք ի վերջո մահանում են եւ նստում են ջրի հատակին, առաջանում է փտման նեղման գործընթացներ, ծծմբաջրածին, որը թունավոր է եւ ամբողջ ջրային միջավայրը կարող է թունավորվել եւ մյուս բոլոր օրգանիզմներ մահանալ։ Եվ այն ձկնատեսակները, որոնք սնվում են այդ կանաչով, իրենք նպաստում են եւ հիվանդությունների, եւ ձկնային հիվանդությունների, եւ պլյուս տվյալ ջրամբարի առողջացման գործընթացներին։ Իսկ կոնկրետ ինչ վերաբերում է, որ կոնկրետ ձուկը մարդուն օգուտ տա ինչ հիվանդությունների դեմ պայքարելու տեսանկյունից, ապա տվյալ դեպքում անմիջական ուղղակի կապ չկա, բայց որ ձուկը հանդիսանում է մեր երկրի համար պարենային անվտանգության երաշխիք, դա ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Հիշենք, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, շրջապատված համենայն դեպս ոչ շատ բարեկամական երկրներով, եթե չհաշվենք երկուսը։ Հիմա խնդիրը կանում է նրանում, որ տեսնում ենք, որ երկիրը պատերազմական, ամենատարբեր շրջաններում տեղի ունեցող պատերազմական գործողությունների արդյունքում հայտնում է շրջափակման մեջ կամ ապրանքները շատ վատ են գալիս։ Ինչ անել այդ դեպքում, ինչպես ապահովել երկրի բնակչության գոնե սովից փրկվելու հեռանկարը։ Ես տեսանկյունից ջրամբարները, իսկ Հայաստանում դրանք 85-ն են, չհաշված շատ փոքրերը, եւ այս ջրամբարներում մենք կարող ենք զբաղվել ձկնային տնտեսությունների կամ ստեղծմամբ, կամ այստեղ արհեստական ձևով տարբեր ձկնատեսակների ներմուծմամբ։ Այդ ջրամբարներում հիմա ապրում են ձկներ, բայց գիտականորեն հիմնավորված չեն նրանց ներմուծումը եւ հիմնականում կարասն է եւ 1-2 փոքրիկ թափոնային։ Իսկ թափոնային հիմա կարծնեք ձկնատեսակը որն է։ Թափոնային ձկնատեսակները նրանք են, որոնք անմիջականորեն տնտեսական որևէ օգուտ չունեն մարդու առումով տեսանկյունից, օրինակ ասենք ամուրյան նրբաձուկը, օրինակ տարբեր սպիտակաձկները, արևելյան տառեխիկը, դրանք բոլորը մանր ձկնատեսակներ են, որոնք որ ինչքան էլ ապրեն ջրամբարում, ուտում են կերը շատ ավելի մեծ քանակությամբ, սակայն արդյունքը տնտեսական վերադարձ չունի։
մարդուն օգուտ տալու տեսանկյունից։ Այս իմաստով շատ կարևոր է, որ արհեստական ջրամբարներում, խոսքը չի գնում բնական ջրամբարների մասին, արհեստական ջրամբարներում բուծվող տեսակներ լինեն, որոնք որ կարող են հանկարծ Աստված մի արածցե երկրում տիրի սով կամ ինչ-որ պատերազմական գործողություններ, ապա գոնե տեղի բնակչությունը ինչ-որ չափով սկզբնական շրջանում գոնե ապահովված կլինի ձկնային բարձրորակ մսով, ընդ որում էկոլոգիապես մաքուր։ Սա շատ կարևոր է, եւ ընդ որում Սևանա լճի սիգի պաշարները կարող են դիտարկել այդ դեպքում արդեն ռազմավարական նշանակություն ունեցող պաշար, որը կարելի է օգտագործել հատկապես իմ ասած դեպքերի ժամանակ։ Այս իմաստով բավական լուրջ կառավարման համակարգ է պետք, ես նման առաջարկներ փորձում եմ անել, ուղղակի մեր մոտ ջրամբարներին նայում են հատուկ նշանակության օբյեկտներ, որոնք կարող են կիրառվել միայն երկու նպատակով, առաջինը ոռոգման եւ երկրորդը հիդրոէլեկտրաէներգիայի ստացման։ Երրորդը առումով ձկնային տնտեսության զարգացման տեսանկյունից առայժմ ոչ ոք չի նայում։ Միևնույն է, եթե փորձենք բնապահպանության տեսանկյունից նայել, ապա Հայաստանի բոլոր ջրամբարներում խախտված է այն բոլոր համամասնությունները, որը մենք ունեցել ենք 100-150 տարի առաջ։ Հայաստանի բնիկ ձկնատեսակների քանակը մոտավորապես քանակը, ընդ որում տեսակների թիվը 20-ն է, ենթադրենք, տեսակարար կշիռը 5-ից 10%-ը չի կազմում։ Մնացած բոլոր ձկները կազմում են դրսից բերված ձկները։ Սիգի օրինակը վերցրեք, Սևանում արծաթափայլ կառասի օրինակը, բոլոր ջրամբարներում ամուրյան նրբաձկան օրինակը վերցրեք, Հայաստանի բոլոր գետերում ու ջրամբարներում նրանք շատ մեծ քանակություն են գալիս։ Երբ որ կատարում ես փորձնական ձկնորսական որս, ապա արդյունքում ստացվում է, որ 10 ամուրյան նրբաձկանը մեկ ուրիշ ձկնատեսակ է գալիս։ Երևանյան լճում կատարված իմ այսպես նմուշառումները ցույց տվեցին, որ 99.9%-ը դա ամուրյան նրբաձուկ էր, այն դեպքում, երբ որ այնտեղ կա կողակ, բեղաձուկ, թեփուղ եւ այլ ձկնատեսակներ, որոնց քանակությունը նորից կրկնում 0.1%-ի քանակով էր գալի։ Սա նշանակում է, որ մեր էկոհամակարգերը բոլոր էկոհամակարգերը գետերում խախտված են, բացառություն են կազմում թերևս բարձր լեռնային գետերը, որոնք գտնվում են 2200-ից մինչև 3000 մետր ծովի մակերևույթից բարձր։ Միայն այդտեղ է, որ ինչ որ չափով դեռևս կան վայրեր, որտեղ պահպանված են մեր հայկական բնաշխարհային բնորոշ ձկնատեսակներ, ընդ որում դրանք շատ սակավաթիվ են։ Եվ որոնք են այդ լճերը։ Երթով թվում առաջինը Կարունախայտն է, որի պաշարները գիշատ-չոր են, ոչնչացում են էլեկտրավորսի եւ ցանկացած այլ տարբերակով, երկրորդը կողակն է, երրորդը կուրի բեղաձուկը, չորրորդը արևելյան տառեխիկն է։ Երբեմն կարող է այստեղ հասնել նաև որոշ այլ ձկնատեսակներ, մասնավորապես դրսից բերված արծաթափայլ կառաս, ինչպես արդեն նշեցի, եւ ծիածանափայլ ֆորելը կամ ծիածանախայտը։ Ձեր նշած արևելյան տառեխիկը Վանա տառեխի հետ նմանություն ունի։ Դա նույն իրար ազգակից տեսակներ են, Վանա տառեխին շատ մոտիկ է Հայաստանում բնակվող կուրի սպիտակաձուկը, դա նույն ցեղի Ալբուրնուս ցեղն է, սպիտակաձուկ թարգմանաբար լատիներենից, ուրեմն Վանա լճում այդ տեսակն է հիմնականում գերակշռող տեսակը եւ քանի որ Վանա լիճը ինքը սոդայի մեծ պարունակություն ունի, կոնկրետ կենտրոնական մասում այս ձկնատեսակը չկա, կա առափնյա եւ Վանա լիճ թափվող գետերում։ Քանի որ Վանա լիճը ինքը փակ ջրամբար է, ինքը դուրս հոսող, ինչպես մեր Սևանը չունի, եւ տարիների ընթացքում այնտեղ ուրեմն սոդան այդքան կուտակվել է։ Այնպես որ այս ձկնատեսակն էլ այնտեղի էնդեմիկ տեսակն է։ Մեր հին հայկական տարածքի, հնագույն էնդեմիկ տեսակ է։ Իսկ այդ սոդայա ջրի մեջ ձուկը բազմանում է, թե ավելի ուրիշ տեղ է բազմանում։ Նա բազմանում է գետերում, դրա հիմնական բազմացման տեղը դա գետերն են, իսկ բտման համար ինքը կարող է մտնել ոչ թե սոդայա, այլ թույլ, այսպես սոդայացված ջրեր կարող է մտնել աղիավուն ջրեր եւ այնտեղ սնվել, որովհետեւ այստեղ նրա համար կերն ավելի շատ է, պլանկտոնային օրգանիզմներն ավելի շատ են, քան գետում։ Գետը հոսում է, կեր ճարելը շատ դժվար է եւ մեծ վտարներ սովորաբար ինքը կազմում է հենց այդպիսի առափնյա շրջաններում կամ մի փոքր ավելի խորը, որտեղ ջրի խառնվելը անուշահամ ջրին ավելի շատ է։ Իսկ մաքուր են աղահամ եւ իսկապես սոդայա ջուր ասած վայրերում համարյա ձկնատեսակ չի հանդիպում, որտեղ նրա մոտ նյութափոխանակության գործընթացները չեն կարող ընթանալ, խռիկներով չի կարող արտազատել իր արգասիքները, շնչառության process-ներն են այստեղ խաթարում եւ ինքը սկզբունքորեն անուշահամ ջրի ձուկ է։
որը չի կարող մաքուր աղահամ ջրում ապրել։ Ալբորնոս ցեղի բոլոր ներկայացուցիչները ի սկզբանե եղել են եւ կան անուշահամ ջրերի բնակիչներ։ Վանատարեխան եզակի տեսակն է, որը բնակվում է նման պայմաններում։ Իսկ Ուրմիան ինչով է տարբերվում։ Ուրմիայի հայկական լեռնաշխարհի հայ 3 լճերից եթե վերցնենք Ուրմիայի ձկնաշխարհը նույնպես համեմատաբար վատ է ուսումնասիրված, այսօր ինքը հիմնականում Պարսկաստանի տարածքում է գտնվում, շատ այսպես ինքը նոսր, ոչ թե նոսր, այլ ցածր մակարդակ ունեցող ջրամբար է։ Եվ կարմիր գույնը ինչով է պայմանավորված։ Կարմիր գույնը այնտեղ հիմնականում աղային միջավայրում աճում են մեծ քանակությամբ միաբջիջ ջրիմուռներ, կարմիր ջրիմուռներ, որոնցով նաև սնվում են յուրահատուկ խեցգետնակերպեր, որոնք կոչվում են արտեմյաներ։ Եվ սա էլ իր հերթին, երբ որ սնվում է այդպիսի ջրիմուռներով, իր գույնն էլ կարող է դառնալ կարմիր եւ հերվից կարող է թվալ թե արնակարմիր է ջուրը։ Իրականում դա միաբջիջ ջրիմուռների գերաճն է, որը որ կա։ Այդ լճում ձկնատեսակներ համարյա չեն ապրում են նրանց մեջ թափվող գետերում եւ ասեն վերջի տարիներին այդ գետերի ջուրն էլ այնքան շատ է օգտագործվում Պարսկաստանի կողմից, որ Ուրմիայի մակարդակը կտրուկ իջել է եւ շարունակում է ճնել։ Վերջի տարիներին Պարսկաստանի կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկում լճի մակարդակը բարձրացնելու, որտեղ գործում են մի շարք կոնվենցիաներ ջրաճահճային տարածքների պահպանման առումով եւ քանի որ Պարսկաստանը նաեւ միացել է նման կոնվենցիաների, նպատակ ունի ապահովելու նաեւ այդ ասպեկտը։ Ինչ վերաբերում է ձկներին, նորից եմ կրկնում, իրենց ֆաունայով շատ նման են Հայաստանի ձկնաշխարհի հիմնական տեսակներին, սակայն կան տեսակներ, որոնք որ ունիկալ են եւ բնակվում են միայն Պարսկաստանի տարածքում։ Նա 270 տեսակի ձկնատեսակ ունի միայն անուշահամ ջրերում բնակվող։ Դա Պարսկաստանը ոչ։ Դա Պարսկաստանը, Վրաստանը ունի մոտ, եթե չեմ սխալվում, 67, մոտավորապես 80-ից ավել ունի Ադրբեջանը եւ ամենակիչ ձկնատեսակները հայտնի են Հայաստանում։ Իսկ ինչ պետք է անենք, որպեսզի պահպանենք, ափսոս մեր ժամանակը մոտենում է ավարտին եւ ասեմ շատ լավ, Հայաստանի կարմիր գրքում կա 9 ձկնատեսակ, ընդ որում այդ 9-ն էլ 4-ը դրանցից 4-ը Սևանի իշխանի տարբեր տեսակներն են, որից 2-ը արդեն չկան, ծմերային իշխանը եւ բոջակը։ Մնացած տեսակները որպես այդպիսին շատ հազվադեպ են հանդիպում եւ հիմնականում մարդածին գործոններն են մեղավոր, որ նրանք անհետանում են։ Ես կասեի, որ այսօր Հայաստանի ողջ ձկնաշխարհն է գտնվում կարմիր գրքում, որովհետև այսօր այն թալանը, ես չեմ վախենում այդ գործից, որը կատարվում է Հայաստանի ամենատարբեր գետերում եւ ամենատարբեր լճերում, որևէ հստակ վերահսկողության չի ենթարկվում։ Հիմա գուցե շրջակա միջավայրի նախարարության իմ գործընկերները կնեղանան կամ տեսչությունը, որ իրականում ամբողջ Վայոց ձորում կա 4 հոգի տեսչության անձնակազմ եւ Արփագետի ափին որս անող երևի մի 200 ձկնորս, որ մեկին հետևեն եւ ինչ միջոցներով, երբ որ նրանք չունեն դա իրականում շատ քիչ է տրվում եւ այդպես վերցրեք ողջ Հայաստանով մենք։ Մեզ մոտ պետք է կուլտուրան մեծանա մոածկնորսների, որ չի կարելի որսալ այնքան, որ ընչաքաղցության է վերածվում։ Մարդիկ սովից չեն մահանում, բայց այնքան զուգ են բռնում, որ տանելու հնարավորություն երբեմն չեն ունենում։ Երկրորդ հերթին որսում են այն ձկներին, որոնք դեռևս սեռահասուն չեն։ Չկա այն կուլտուրան, որ հասկանան, որ չի կարելի որսալ ձկանը, որը չի բազմացել։ Հարկավոր է դրա մասին։ Այս առումով էկոկրթությունը եւ էկոդաստիարակությունը շատ մեծ բացեր ունի մեր երկրում եւ սրա վրա շատ մեծ ուշադրություն է պետք դարձնել։ Ես կարծում եմ, որ բարձրացնելով մարդկանց գիտակցությունը, բարձրացնելով բնապահպանական գործունեության արդյունավետությունը, նպատակային դարձնելով միայն այդ ճանապարհով կարելի է հասնել ինչ-որ ձև ձկնային պաշարների պահպանմանը եւ երկրորդը դա արդեն ջրային միջավայրի ճիշտ օգտագործումը է։ Այսքան հեկեր, այսքան ջրային տարածքների օգտագործում ամենատարբեր նպատակներով, ջրամբարների կառուցումը իրենց հերթին կարող է վնասել գետերի ձկնային աշխարհին։ Օրինակի համար ասեմ, որ 1960-ական թվականի սկզբին, եթե Որոտանի 1 կիլոմետրի վրա որսում էր 166 կիլոմետր կարմրախայտ, 1 կիլոմետր 166 կիլոգրամ, ոչ այսօր Որոտանի երկարությամբ այդքան կարմրախայտ չեք որսա։ Եվ սա ես չեմ ասում, դա Դադիկյանն է ասում, ինձանից առաջ շատ մեծանուն ձկնաբան։ Ես տեսանկյունից մենք շատ լուրջ անելիքներ ունենք վերականգնել այն մոտեցումը, որը վայել է քաղաքակիրթ երկրի բնակչին, նուրբ մոտենակ այդ հարցերին, ջուրը դա միայն ռեսուրս չի,
ջուրը ինքը համակարգ է եւ կենթանի համակարգ։ Միչեւ որ մենք հաշվի չենք առնելու դա, երբեք մեր երկրում բնապահպանական որևէ գործողություն հաջողություն չի ունենա։ Շնորհակալություն, պարոն Պիպոյան։ Հարգելի ռադիոլսող եւ հետեւորդ, հիշեցնեմ, որ այսօր մեր թեման էր հայկական լեռնաշխարհի ջրերում ապրող ձկնատեսակները։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Պիպոյանին։ Մնացեք խաղաղությամբ։